Այս ընտրությունների հաշվարկների մեջ պետք է նաև հաշվի առնել, որ դեռ մնում է մոլդովական տարբերակը, այսինքն սփյուռքն օգտագործելու մեխանիզմը, որի հանդեպ վերահսկողությունը կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի համար շատ թույլ է լինելու, ինչպես վերահսկեն, որ ենթադրենք նույն եվրոպական, ամերիկյան մայրցամաքում կամ այլ տարբեր երկրներում ընտրություններին մասնակցող մեր սփյուռքահայերի ձայները այնտեղից միանգամից նկարված չեն գալ։ Այսինքն եթե մենք գումարենք ենթադրենք 200,000 սփյուռք, եթե դրանք գումարենք մոտ 200,000 վարչական ռեսուրս, որ կարող են զինվորականներ, ոստիկաններ, մարզպետարաններ, գյուղապետարաններ, ինչպես նաև ամբողջ կառավարության համակարգը օգտագործվի, ուսուցիչներ, պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ, դա 200,000-ն անցնելու է։ Եվ բնական աջակցությունը Եվ եթե դրան էլ գումարեն որոշակի աղանդավորական կազմակերպություններ, որոշակի ՀԿ-ներ, որոնք 20-30 տարի սնվում են արևմտյան, այսպես ասած, փողերով եւ այլ, եւ վերջին հաշվով ծառայում են արևմտյան պատվերներ իրականացնելուն, ինչ գումարենք դրան նույնպես այդ լրացվող ցուցակները, որտեղ ամեն տան վրա արհեստական գրանցվող մարդիկ են լինում, նրանք նույնպես չէ հաշվարկներ կան, թե ամբողջ հանրապետության մակարդակով մասշտաբով ինչքան տեղամասերում ինչքան մարդ կա, այդ ամբողջը թվաբանությամբ մաթմեդելավորումով կարելի է հաշվարկել։ Էլ Աստված գիտի, գուցե այդ թվաբանների մեջ էլ, ցուցակների մեջ էլ մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներ հայախոսում, որ արդեն երկար տարիներ Ադրբեջանը սովորեցնում է հայերեն խոսել, որոնք մասնակցում էին նաև 20 թվականի պատերազմին, հայերեն իմանալով ներգրավում էին, ներմուծվում էին հայկական խմբերի մեջ եւ մասնակցում։ Այսինքն, եթե այս ցուցակները գումարեն, կարող է տեսնենք, որ այդ 650,000 պահանջված թիվը անցնելու է, որտեղ պարզ երևում է, որ ազգաբնակության 50%-ից ավելը չի մասնակցում ընտրություններին